Մայոր Հայկ Թորոյանի գործով Ստրասբուրգում պարտությունը Բաքվում համարել են միջազգային իրավունքին չհամապատասխանող։ Գիտեք հիմնավոր, որովհետև Միեդը դրանց մեղավորությունը հաստատել է խոշտանգման մեղադրանքով, ինչը Ալիևները կարող են ամբողջությամբ մերժել, քանի որ իրենք հոշոտել են։ Տարբերությունը մեծ է։ Հոշոտելու կանխարգելման միջազգային կոնվենցիա չկա, իսկ Հայկին հենց ողջ են հոշոտել, ոչ միայն նրան։ Եռաբլուրում կան նույն ճակատագրով տղաներ, ուղղակի լրացուցիչ սթրես է այդ գազանությունների թվարկումը։ Ադրբեջանի ԱԳՆ-ն կտրականապես մերժել է դատարանի որոշումը, այսինքն չի կատարելու, բայց Միեդի որոշման մեջ ներառված են ինստիտուցիոնալ տերմիններ, որոնք ինչքան էլ բաքվեցիները բողոքեն, այլևս չեն փոխվի։ ԼՂՀ բանակ, իշխանություններ, գլխավոր դատախազ, օմբուդսմեն, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի շփման գիծ, մեկ անգամ բարձրագույն դատական ակտում ֆիքսվելուց հետո այս ամենը դարձավ նախադեպ, որին վերադարձ մի օր լինելու է։ Վերաբերելի իրավիճակներում հղում է արվելու։ Այսպիսով Միեդի որոշումը դուրս է գալիս զուտ իրավական գնահատման շրջանակից, դառնալով պատմաքաղաքական փաստաթուղթ, որը հիմքեր է ստեղծում կամ գոնե պահպանում ապագա բազմավեկտոր գործընթացների համար։